Արենին հայտնի է աշխարհի ամենահին գինեգործարանով մեր թվարկությունից առաջ 4100 թվական և 5500 տարեկան կոշիկով, որոնք հայտնաբերվել են Արենի քարանձավում։ Այն Վայոց ձորի մարզի կենտրոնն է և հայտնի է իր անվանակից Արենի խաղողի սորտով։ Հոկտեմբերին գյուղում անցկացվում է ավանդական գինու փառատոն։ Արենի քարանձավում հայտնաբերված հնձանը ապացուցում է, որ տարածաշրջանում գինի են արտադրել դեռևս 6100 տարի առաջ։ 2010 թվականին հայտնաբերված կաշվե կոշիկը համարվում է աշխարհում պահպանված ամենահինը՝ մոտ 5500 տարեկան։ Քարանձավից հայտնաբերվել է նաև մեր թվարկությունից առաջ 3900 թվականին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։ Ամեն տարի հոկտեմբերի 2 կամ 3 շաբաթ օրը գյուղում տեղի է ունենում գինու մեծ փառատոն։ Երևանից գտնվում է մոտ 110 կիլոմետր հեռավորության վրա Արենի։ Արենի ոչ միայն գինեգործության օրրան է, այլև կարևոր հնագիտական կենտրոն, որտեղ շարունակվում են հետազոտությունները։ Արենի Սուրբ Աստվածածին եկեղեցի կառուցվել է 14-րդ դարում, որի գմբեթը կրող առագաստների վրա քանդակված են 4 ավետարանիչների խորհրդանիշները։ Հայկական ճարտարապետությանը քիչ թե շատ ծանոթ որևէ մեկը միանգամից կնկատի այս եկեղեցու կառուցվածքում հանճարեղ ճարտարապետ Մոմիկի ձեռագիրը։ Եկեղեցին կառուցվել է 1321 թվականին։ Ժամանակի համար նորարարություն հանդիսացող ճարտարապետական լուծումներից մեկն այն է, որ գմբեթը հենված է զույգ մույթերի և սյուների վրա, մի բան, որն ընդունված չէր այն ժամանակ։ Եկեղեցին ունի 2 մուտք, որոնցից գլխավորը զարդարված է մեծարժեք բարձրաքանդակով՝ Տիրամայրը Մանուկ Հիսուսը գրքին։ Գմբեթը կրող առագաստների վրա քանդակված են բազմաթիվ խորհրդանիշներ ավետարանական։ Եկեղեցու հարևանությամբ կան մեծ թվով խաչքարեր և պատմական նշանակության տապանաքարեր։ Վանքից բացվում է տեսարան դեպի Արփա գետը, հենց այն հատվածում, որտեղ նկարահանվել է «Ինչու է աղմկում գետը» ֆիլմից մեկ հատված։ Արենիի գինու գործարան 1994 թվականին հիմնադրված Արենիի գինու գործարանը Հայաստանի ամենահայտնի և հնագույն գինեգործարաններից է, որը գտնվում է Վայոց ձորի Արենի գյուղում։ Գործարանը արտադրում է կարմիր, սպիտակ և նռան գինիների տեսականի։ Դեպի գործարան այցելությունը իր մեջ ներառում է շրջայց մառանում, որտեղ կարելի է տեսնել գինու հնեցման համար նախատեսված կաղնու տակառներ, այնուհետև մասնակցել ավանդական ու մրգային գինիների համտեսին։ Վերնահարկի թեյարանում կարող են ճաշակել թեյ, դիտել ֆիլմ հայկական գինեգործության և ընկերության պատմության վերաբերյալ։ Կից գործող հուշանվերների փոքրիկ խանութում ներկայացված են ձեռագործ իրեր, հուշանվերներ, ինչպես նաև գինիների լայն տեսականի։ Արենիի գինու գործարանը 2012 թվականից ի վեր տարեկան ընդունել է մոտ 30,000 այցելու։ Մագելի կամ Մագելանի քարանձավը գտնվում է պետական խճուղի Նորավանքի վանական համալիր տանող ճանապարհի ձախ կողմում, Նորավանքից 7,5 կիլոմետր հյուսիս, Գնիշիկի կիրճի արևելյան ուղղաձիգ քարափի ստորին մասում։ 1970-ական թվականներին մասնագիտությամբ քիմիկոս Էդվարդ Սարգսյանը խմբով Հայաստանի տարբեր մասերում իրականացրել է հետազոտություններ քարանձավների հայտնաբերման և դրանց ուսումնասիրման ուղղությամբ։ 1980 թվականին խումբը որոնողական աշխատանքներ է իրականացրել Եղեգնաձորի շրջանում։ Այդ թվականի աշնանը Արենի գյուղի բնակիչ Մագելան Առաքելյանը Արենիում նա հայտնի էր նաև Մագել անունով, ցույց է տվել մի քարանձավ։ Հետագայում այն հայտնաբերողի անունով կոչվեց Մագելանի քարանձավ։ Քարանձավի մուտքը Մագելան Առաքելյանը նկատել էր դեռևս 1946 թվականի մայիսի 9-ին։ Քարանձավն ունի լաբիրինթոսային կառուցվածք և իրենից ներկայացնում է հիմնականում նեղ և երկար սրահների համակարգ։ Սրահների երկարությունը սովորաբար տատանվում է 10-ից 50, լայնությունը 1-ից 3, բարձրությունը 1-ից 10 մետրերի միջև։ Քարանձավն ունի 5 մուտք, որոնք տեղադրված են Գնիշակաձորի կիրճի լանջին, ծովի մակերևույթից 1060-ից 1080 մետր բարձրությունների վրա։ Դրանք ընկած են Գնիշիկ գետի հունից 20-ից 40 մետր բարձրությունների վրա։ Մագելանի քարանձավում հայտնաբերվել են 10-ից 12 տեսակի չղջիկներ, որոնց մի մասը գրանցված է Հայաստանի կենդանիների կարմիր գրքում։